Մեր առաջին խոսնակն է Aurora Borealis մարքեթինգ ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Ազիզյանը։ Բարով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալություն ներկայացման համար։ Ոնց եք։ Շատ հավես վայրում եք գտնվում բնության գրկում ու երևի թե ամենալավ միջավայրն է, որպեսզի ստեղծագործել եւ մտքերը հավաքել, որպեսզի հետագայում ավելի քիչ դժվարություններ ունենաք։ Ես Արթուր Ազիզյանն եմ, բավական երկար այս ոլորտում եմ, մարքեթինգային, կարելի ասել պիոներներից եմ, մի քիչ իմ մասին տենց հակիրճ չեմ սիրում գլուխ գովալ ու ընդհանրապես դասախոսել էլ չեմ սիրում, որովհետև ավելի շատ execution guy rather than speech guy, բայց կփորձեմ համակարգված մտքերս տրամադրել ու ավելի լավ կլինի, որպեսզի talk-ի նման անենք, հա, քան թե speech, որովհետև այդ վիճակում ինձ ավելի կոմֆորտնի է, երբ որ կան հարցեր ու հարցերի պատասխաններ։ Բացի այն, որ ես սկսել եմ հիմնականում ֆինանսական ոլորտի մարքեթինգից, այնուհետև FMCG ոլորտի մարքեթինգ եմ տեղափոխվել, որովհետև հետաքրքիր էր ու ոլորտը պետք է փոխեի, գիտելիքը գործիքակազմը նույնն էր, մոտեցումները տարբեր։ Ու նաև դրանց ֆիդբեքներն են ավելի տարբեր ձևի գալիս, օրինակ եթե ֆինանսական համակարգում, երբ որ ինչ-որ գործողություն ես անում, մարքեթինգային քայլեր ես անում, դրանց ֆիդբեքը մոտարապես զգում ես մի 5 ամիս հետո, 7 ամիս հետո, իսկ FMCG-ում անմիջապես, այսօր ինչ-որ գովազդ արեցիր, ինչ-որ մի բան ներկայացրեցիր աուդիտորիային, վաղը դու արդեն զգում ես, ինչքանով ես ճիշտ դու արել, կամ ինչքանով ես սխալ արել, ինչ պետք է շտկես եւ այլն եւ այլն։ Դրանից հետո նաև ունեցել եմ փորձ production-ի հատվածում, որպես մենեջեր, մարքեթինգ մենեջեր, ու դրանից հետո հասկացա, որ պետք է բացել կազմակերպություն, իսկ ինչի դրան եկա, որովհետև Հայաստանում ցավոք սրտի կար մի հատ մեծ gap, դա marketing strategy-ի բացակայությունն էր։ Ինչի մասին այսօր առավելապես եմ խոսելու, որտեղ իմ համար ամենակարևոր կետը դա է։ Իսկ կներեք, եթե այս միկրոֆոնով սենց խոսամ, լսվում է։ Okay. Իմ համար ամենակարևոր կետը marketing strategy-ն է, որի մասին ձեր ուշադրությունը ավելի տենց սևեռելու եմ հենց այդ հատվածին։ Ու հիմա նաև զբաղվում եմ էլի արտադրությունով, Արեգի կազմակերպության մասին երևի գիտեք, ինքը զբաղվում է առողջ սննդով ու կասեմ խի եմ ես այդ ոլորտը ընտրել ու ինչ ենք այդտեղ իրականացնում, որպեսզի ավելի պրակտիկ լինի։ Լավ, կարելի ասել անցնենք Sorry։ Լավ, սկսեմ այն խոսքից ու հետո կհիմնավորեմ ինչի եմ այդ խոսքից սկսում։ Ալբերտ Էյնշտեյնը ասել է. չես կարող բացահայտել նոր աշխարհը, եթե ունես 5 քարտեզ։ Այս ասվածը հիմա շատ արդիական է նամանավանդ մարքեթինգում, ու ընդհանրապես երբ որ ինչ-որ մի գործ սկսում եմ ես, իմ համար կարևոր է էությունը, խնդրի էությունը։ Ու համապատասխանաբար, երբ որ մենք խոսում ենք հիմա մարքեթինգի մասին, մենք պետք է խորանանք մարքեթինգի էության, իր էվոլյուցիայի, հա, ինչ էտապներ է անցել մարքեթինգը, ինչի համար է դա կարևոր։ Կարևոր է նրանով, որովհետև արդեն բավականին մեծ անցած ճանապարհ կա ու մեծ անցած փորձ կա, ու եթե դուք կարող եք այդ փորձը իմանալով հետագայում սխալներ չանել, ինչի՞ չէ։ Ասում եմ, умный человек учится на своих ошибках, բոլորը ռուսերեն հասկանում են։ Հա, умный человек учится на своих ошибках, а человек учится, умный человек учится на других ошибках, а человек учится на своих։ Եկեք փորձենք խելացի լինել ու այդ պատմությունը ուսումնասիրելով փորձենք այն սխալները չանել։ Так, ուրեմն կարելի ասել ընդհանուր մարքեթինգը անցել է մի քանի փուլ, որը սկսում է 1800 թվականից, հա, բայց ինքը նախադրյալները ու իր պատմությունը շատ ավելի վաղ են։ Օրինակ ես մի հատ շատ սիրած գիրք ունեմ, Սուն Ցզին է գրել, չինացի գրող, ռազմագետ, հա, գրել է պատերազմի արվեստը,
մարդ կա, որ կարդացել է։ Հոյակապա։ Նայեք, Սունցին գրել է քառատողերով, Սունցին գրել է բանաստեղծական ոճով եւ շատ դեպքերում չես հասկանում, ինքը պատերազմի մասին է խոսում, թե այլ իրավիճակի, բայց իրականում ինքը պատերազմն է նկարագրում տարբեր ստադիաներում, տարբեր ստրատեգիաներ, որ դիրքը պետքա գրավել կամ ինչ դիրքում պետքա լինել, որպեսզի հաղթող լինել հետագայում, կամ պատերազմը ոնց է պետք վարել, ինչ ռեսուրսներ է պետք օգտագործել եւ այլն եւ այլն։ Իմ համար Սունցի գրածը ինքը հիմնական մարքեթինգային ուսմունքի ամբողջ պատմությունն է, որտեղ այնտեղ բոլոր տակտիկաները կարելի ասել նկարագրած է, ու շատ երկար ժամանակ իմ համար կա գրող L. Rice մեկ էլ Jack Trout, հա, որոնք գրել էին Marketing War գիրքը, որը բավականին շատ հետաքրքիր էր, ու հենց մոտեցումը նրանում էր, որ մարքեթինգը դա պատերազմ է։ Իսկ ինչի է պատերազմ։ Պատերազմ է, որովհետև մենք գտնվում ենք մրցակցային շուկայում, մենք պետք է բոլորի հետ մրցակցենք, որպեսզի մեր տրաֆեը լինի մեր հաճախորդը, հա։ Իսկ ոնց ենք դա իրականացնում, դա ամենօրյա գործողություններն են, երբ որ մենք գովազդային արշավներ ենք անում, կրեատիվներ ենք բաց թողում, կոմունիկացիոն ինչ որ չենելներով, մարքեթինգ չենելներով կոմունիկացիա ենք բաց թողում ու ակնկալում ենք, որպեսզի դրա արձագանքը լինի արդեն վաճառքը, հա։ Եթե կարճ հակիրճ ասեմ, վաճառքը ու մարքեթինգը ինչով են տարբերվում, մարքեթինգը ոնց որ ներկայացնում է product-ը, ստեղծում է նախադրյալ կամ call to action-ը անում, որպեսզի գնել product-ը, իսկ վաճառքը հենց ուղիղ վաճառքն է, հա, որը իրականացվում է արդեն front office-ից կամ կայքից, որտեղ դա տեղադրված է։ Ուրեմն մարքեթինգը առաջի փուլը դա product orientation-ն է։ Այդ էրան սկսել է այն ժամանակ, երբ որ տեղի է ունեցել տեխնոլոգիական բումը, ու ստեղծվել են արդեն շոկեքարշեր եւ այլն, ու ստեղ որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսքը, ես բերեմ Ford-ի օրինակը։ Ford-ը մի հատ հրաշալի խոսք ունի, ասել է you can buy a car of any color if it is black. Իրականում սա հենց ամենանկարագրող բանն է այս էրայի, որովհետև այդ ժամանակ ստեղծվում էին նոր բիզնեսներ, նոր ոլորտներ, նոր ինդուստրիաներ, որոնք մատուցում էին ապրանք, ծառայություն։ Իսկ այդ ծառայությունը չկար, ու մարդկանց համար կարևոր չէր, մարդկանց համար կարևոր էր հենց այդ ապրանքի ֆունկցիոնալությունը, այլ ոչ թե իր ֆիչերները։ Իրանց համար կարևոր էր, որ իրանք չէին տեսել մեքենա, իրանք տեսել էին ձի, որ A կետից հասնում ես B կետ, ու մեկ էլ հայտնվում է ինչ-որ մի հատ սարքավորում, որը առանց ձիու մարդուն A կետից հասցնում է B կետ։ Ու Ford-ը ինչ արեց, ինքը իր հոսքագծի միջոցով սարքեց սիրինի հայերեն մասսայական արտադրություն, ու ինքը ասում էր, այո, դու կարող ես չէ, սիրինի, նի սիրինի, սերիական, ու ինքը ասում էր, որ հա դու կարող ես ունենալ մեքենա, բայց քանի որ շուկան առաջարկ չունի ընդամենը այս սև մեքենան, դու ուզած պետք է առնես այս սև մեքենան։ Հաջորդ փուլը, որը գալիս է 1920 թվականից 1940, իդեպ ասեմ, այս փուլերը, որոնք նկարագրված են ստեղ, մեր նման երկրներում իրականում շեղումներ ունեն, մոտավորապես 10-ից 20 տարի, ու մինչև այսօր հենց այդ ամեն ինչը չի փոխվել, հույս ունեմ, որ մի օր կհավասարվենք ու կգնանք ժամանակին համահունչ։ Հաջորդ փուլը դա sales orientation-ն է, իդեպ այստեղ հայերը շատ մեծ խոսք ունեն ասելու, որը հենց չենք ասում, բայց մի օր երևի թե կարտնանանք ու կասենք։ Sales orientation-ում հայերը բավականին մեծ փորձ ունեն, սկսած հենց մետաքսի ճանապարհից, որտեղ մենք գտնվելով մետաքսի ճանապարհի, ասենք, ամենակենտրոնում, այդ հմտությունները շատ վաղուց ձեռք ենք բերել ու կուտակել ենք, ու այսօր մեզ պետքա պրոստը դրանք վերհիշել եւ իրականացնել։ Ինչ է նշանակում sales orientation-ը, այս ժամանակահատվածում, երբ որ այդ նույն արտադրությունները, որոնք հիմնել էին տարբեր արտադրանք եւ ծառայություններ էին մատուցում, իրանց խնդիրը շուկան մեծացնել էր։ Ու այդ ժամանակ արդեն գալիս էին salesmen-ները, որոնք ուղիղ վաճառքներ էին անում, նոր շուկաներ էին գտնում, այդ շուկաներում ուղակի օֆերտայով իրականացնում էին վաճառք։ Հաջորդ փուլը marketing orientation էրան է։ SEM փուլն է արդեն երբ որ արտադրությունները հագեցած էին։ Ford-ի կողքը բացվեց ուրիշ մի հատ բան մեքենաշինություն, ենթադրենք General Motors-ը,
Եվրոպայում հայտնվեցին տարբեր նմանատիպ արտադրանք տվող կազմակերպություններ, Mercedes, BMW, ու իրանք արդեն հասկանում էին, որ պահանջարկը որպես այդպիսին բավական է, հագեցած է, ու պետք է գտնել ինչ տարբերակներ, որի միջոցով կարելի է իրականացնել ավելի շատ վաճառք։ Ուտեղ եկան արդեն գույները, եկան որոշակի, ասենք, մեխանիզմներ, ուտեղ սկսեց աշխատել նաև նորարարական իդեաները, որ ավտոմատացված փոխանցման տուփ, որպեսզի ավելի հեշտ սարքել յուզերի համար։ Իդեպ այդ ժամանակներից ու շատ վաղուց դեռ ոչինչ կարելի ասել չի փոխվել։ Ձևերն են փոխվել, բայց մոտեցումները նույնն է։ Այսինքն ինդուստրիաները անում են ամեն ինչ, որպեսզի մարդու կյանքը սարքել ավելի հեշտ, կոմֆորտնի եւ վաճառել իրենց ապրանքը, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Ու այս ժամանակահատվածում հայտնվեցին արդեն մարքեթինգային գործիքներ ու տակտիկաները, որոնք կիրառվում են մինչև այսօր, հիմնական տրադիցիոնալ մարքեթինգի բոլոր գործիքակազմը կարելի է ասել այս ժամանակահատվածում է ստեղծվել։ Օրինակ, գովազդային վահանակները, պիտակների վրա ներկայացման ձևը, վաճառքային կետերում դրանց բրենդավորումը եւ այլն եւ այլն։ Հիմա մենք գտնվում ենք ավելի շատ կարելի ասել digital marketing era-ում, բայց ես սիրում եմ ասել ավելի լայն customer centricity, որտեղ հաճախորդի էությունը եւ առկայությունը շատ կարեւոր է, որովհետեւ բիզնեսը բացի այն, որ ստեղծում է ծառայություն կամ product, ինքը նաև պետք է մտածի այդ ծառայությունը եւ product-ը ավելացնի ինչ-որ value added-ներ, որը շահագրգռի հաճախորդին գնել այս բրենդը ի տարբերություն այլ բրենդերի։ Նախընտրությունը տալ սրան։ Ես մի բան բաց թողեցի, societal orientation-ը։ Այս societal orientation-ը մարքեթինգ էրայից հետո է եկել, բոլորիդ ծանոթ է երևի CSR-ը, հա, social corporate social responsibility-ն։ Այս ժամանակ բավականին սկսեց տարածվել շրջակա միջավայրի պահպանությունը, երկրագնդի կարևորությունը, մարդ էկոհամակարգի այդ ամբողջ կոմպլեքսը, ու մարդիկ խոսում էին, որ այս բիզնեսը վատ բան է անում, իր թափոնների արդյունքում կեղտոտվում է գետը, օդը, անտառներ են հատվում եւ այլն, ու կազմակերպությունները սկսեցին մտածել, իսկ ինչ պետք է անել, այսինքն պետք է society-ի հետ համահունչ լինել, հարմոնիայի մեջ լինել, իսկ որպեսզի հարմոնիայի մեջ լինել, իրանք պետք է պատասխանատվություն կրեն այդ խնդիրների վերաբերյալ, որի մասին հասարակությունը խոսում է։ Եվ ստեղծվեցին CSR կեմպեյններ, օրինակ Coca-Cola-ի օրինակը բերեմ, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, Coca-Cola-ն այս ժամանակահատվածում մինչև այսօր, ընդհանուր մինչև այսօր իրականացնում է ջրի նկատմամբ, ջրային ռեսուրսների նկատմամբ ֆանդինգներ, то есть ինքը համ գործողություններ անում, համ տալիս է կազմակերպություններին փողեր, որը ուղղված է ջրի պահպանման կամ որակի բարձրացմանը։ Այսինքն CSR-ը բխում էր նրանից, թե որ ոլորտի հետ ես աշխատում եմ, այդ ոլորտին պետքա օգուտ բերեմ։ Ու նաև ուրիշ բացատրություն կա, ասում է, եթե հասարակությունը ինձանից գնում է կատարում, ես այդ գնման արդյունքում ձևավորված եկամտի մի մասը պետքա վերադարձնեմ հասարակությանը։ Ու կախված թե որ ոլորտին է ինքը վերաբերվում, ես այդ ոլորտին կուղեմ, որը շատ տրամաբանական կլինի իմ բիզնեսի հետ։ Digital marketing-ի էրան, ինչը customer centricity, կարելի ասել, ստեղ էվոլյուցիա է ապրել մարքեթինգային կրիչների տեսակը։ Եթե մենք առաջ տրադիցիոնալ մարքեթինգի միջոցով տեսնում էինք, ասենք, տարբեր գովազդային channel-ներ, էվոլյուցիան, եթե սենց ասենք, թերթ, ռադիո, հեռուստացույց, համակարգիչ, իսկ այսօր այս ամեն ինչը կուտակվել է այն device-ի մեջ, հեռախոսի մեջ։ Ու տարօրինակ չլինի, ասեմ, որ հիմնական գովազդման աղբյուրը ձեր հենց հեռախոսն է հանդիսանում։ То есть բոլոր digital marketing-ի գործողությունները ուղղված են, որպեսզի հնարավորինս ձեր հեռախոսին, եթե դուք հանդիսանում եք այդ ոլորտի համար թիրախային խումբ, գա իրանց մեսեջը, իրանց կոմունիկացիան։ Ու նաև կարելի ասել նոր ոլորտ է, նոր
էրա ենք մտնում, նու սենց ամեն դեպքում Կոտլեր Պապիկն է ասում, ինքը հիմա թողարկել է նոր գիրքը Marketing 5.0, որը մի ուրիշ ձև ասում են բիոնիկ, բիոնիկը ինչա, ինքը երկու ուժերի համակցություն է, առաջի ուժը մարդու ուժն է, երկրորդ ուժը դա AI-ի ուժն է, տեխնոլոգիաների ուժն է, որի համակցությունը ինքը անվանում է բիոնիկ։ Չնայած ես այդտեղ մի քիչ մտավախություններ ունեմ, որտեվ հիմա AI-ը շատ է պոպուլարիզացված, որի արդյունքում մարդիկ այտենց գնում են դրա հետևից ու ասում են ամեն ինչի մեջ պետքա լինի AI, իսկ ինչից է գալիս դա, որովհետև մեզ շատ վաղուց արդեն սկսել են համոզել, որ մարդը կատարյալ չի, իսկ համակարգիչը կատարյալ է, այսինքն պետքա բոլոր բարդագույն խնդիրները թողել համակարգչի լուծմանը։ Իմ տեսանկյունից եմ ասում, it's bullshit։ Որտեվ մարդու առկայությունը հիմա նայում եք, երևի տարածված է, չէ՞ տեսել եք AI-ով ինչ որ ֆոտոներ են բանանում, արտ բաներ AI-ը սարքում, շատ սիրուն է։ Բայց հավատացեք, որը ժամանակ հետո դա ձանձրացնելու է։ Հարց, դուք դրանով կարաք ամենօրյա, ասենք, չգիտեմ, SMM content ստեղծեք։ Ինչքան ժամանակ դա կարա հետաքրքրի մարդկանց։ Ինչևէ, AI-ը սովորում է, AI-ը գնալով զարգանում է, ու դրա համար երևի Կոտլեր Պապիկը հիմա պատվեր է կատարում, որպեսզի ավելի խորացնի եւ մարքեթինգի աշխարհը ուշադրությունը սևեռի դեպի այս ֆինանսները, որոնք գնում են այստեղ։ Так, հիմա խոսեմ ռազմավարությունից։ Եկեք լավ, մի հատ sense review անենք ամբողջ մարքեթինգային փուլերը, թե ինչ փուլերի հետ, ինչ փուլեր գոյություն ունեն, որ փուլերով պետք է անցնել, որպեսզի մենք ունենանք մարքեթինգի, մեր ստարտափի կամ բիզնեսի մարքեթինգային գործողությունների բանը, ցիկլը։ Առաջի փուլը դա հետազոտության փուլն է, որից հաջորդիվ գալիս է վերլուծությունը։ Հետազոտության փուլը կաշխատեմ շատ արագ անեմ, որտեղ ձեր համար մի հատ նոր տեսություն եմ ուզում բանանեմ, բացահայտել։ Իհարկե, հետազոտության փուլում դուք հավաքում եք դատա, ձեզ պետք է այդ բանը, դատան, որպեսզի դուք կարողանաք ճիշտ համադրեք հետագա ձեր գործողությունները ու իմանաք, թե ով է ձեր թիրախային խումբը, ինչ մեծություն ունի ձեր շուկան, որտեղ են ձեր շուկայի թիրախային խմբերը հետաքրքրվում եւ տեսնում այդ ամեն ինչը, որպեսզի հետագա ձեր մարքեթինգ կեմպեյնները իրականացնեք։ Հաջորդ փուլը դա վերլուծական փուլն է, որը հիմքն է ստրատեգիայի, ուստեղ կան տարբեր մեթոդներ, օրինակ Porter Diamonds, SWOT analysis, ասենք Pestle, հա, կամ Long Pestle ու BCG, տարբեր բաներ կան, մեխանիզմներ ու գործիքակազմ կա, որը կարող եք օգտագործել, որպեսզի ավելի շատ լավ պատկերացնեք։ Իմ սիրածներից, քանի որ ես ավելի traditional marketing-ի բան եմ ու business consulting եմ ավելի շատ իրականացնում, ինձ պետքական, որ այսքան ժամանակ օգտագործել եմ, դա Porter Diamond-ն է։ Ինքը 5 ուժերի համակցությունն է, որի արդյունքում դու դուրս ես բերում, թե որ ուժերն են քո համար կարևոր ու կարան խոչընդոտ լինել, ու որպեսզի ի սկզբանե քո ստրատեգիան մշակես այնպես, որ նեյտրալիզացնես դրանք կամ ուժեղացնես դրանք։ Հաջորդ փուլը հենց գալիս է ստրատեգիայի մշակման փուլը։ Իհարկե, եւս էվոլյուցիայի ընթացքում ստեղծվել են տարբեր ստրատեգիայի մոդելներ, բայց իմ համար եւս մեկ անգամ ասեմ, որ այդ կլասիկան մնում է կլասիկա, որտեվ 4P-ից հետո ստեղծվել է 7P, 11S, այնտեղ process-ներով է նկարագրվում եւ այլն, բայց միևնույնն է, այդ ամենի հիմքում ընկած է հենց այդ 4P-ն. place, product, promotion, մեկ է price։ Այս 4 կոմպոնենտը, եթե ճիշտ դասավորեք դուք ձեր համար, կունենաք լավագույն ստրատեգիան, այսինքն ստրատեգիայի սկիզբը, որտեղ արդեն կարաք ճիշտ նկարագրեք ձեր ռեսուրսները եւ ձեր պրոդուկտը, որպեսզի առաջխաղացումը տեղի ունենա լավ։ Ստրատեգիայի մշակման փուլից հետո գալիս է պլանավորման փուլը, որտեղ դուք հիմնականում ստեղծում եք հենց ձեր մարքեթինգ պլանը։ Ինչ է մարքեթինգ պլանը։ Ինքը ձեր բոլոր գործողությունների, ասենց big picture-ին հասնելու գործողությունների տրոհված գործողությունների նկարագիրն է, բյուջետավորված, համապատասխան, ասենք, channel-ների ընտրությամբ եւ համադրելով դրանք ձեր ռեսուրսների հետ, այսինքն ինչ հնարավորություններ ունեք եւ
որտեղ կարաք ներկայանաք։ Planning-ից հետո ամենակարևոր փուլը, որը սաղ planning-ի ու implementation-ի ժամանակ գոյություն ունի, դա audit-ի փուլն է։ Դուք պետքա ամեն ձեր իդեային ու ձեր իրականացրած պլանի գործողություններին շատ քննադատորեն մոտենաք եւ audit անեք։ Նամանավանդ իմպլեմենտացիայի ժամանակ, երբ որ դուք դնում եք setup եք անում տենց poker goal-եր, այդ poker goal-երի ժամանակ դուք հետևում եք ու նայում եք, հասկանում եք, ճիշտ է ձեր մարքեթինգային գործողությունները գնում թե չէ։ Եվ վերջում կարելի է պատտվել ու գալ ամենասկիզբը։ Հիմա իսկ ինչպես է մարքեթինգային ռազմավարություն, լավ, ես մոռացա խոսամ մարքեթինգային ռազմավարության կարևորության մասին։ Ինչի է մարքեթինգային ռազմավարությունը պետք ու ամենակարևորը։ Ով կարա օգնի ինձ այստեղ։ Ոնց։ Նաև ուրիշ մի քիչ բարձր կարաք։ Բիզնեսի ճիշտ կազմակերպման համար։ Ասեք։ Բոլորը ճիշտ եք ու այս ամեն ինչը մտնում է ստրատեգիայի մեջ ու այդ ստրատեգիան շատ ավելին է։ Նայեք, երբ որ առավոտը արթնանում եք, ինչ գործողություններ ունեք անելու։ Դուք նախորդ օրն եք, չէ՞ մտածել դրա մասին, երբ որ պարկում եք քնելու։ Տրամաբանական է։ Կան գործողություններ, որը պարտադիր ամեն առավոտ ռեֆլեքսորեն անում եք, եւ կան գործողություններ, որոնք պլանավորել եք։ Հիմա ավելի երկարացնենք այդ ժամանակահատվածը։ 5 ամիս կամ 6 ամիս։ Հստակ գիտեք 6 ամիս հետո ինչ եք անելու։ Նո ամեն դեպքում նոր տարի անելու եք։ Հա։ Նոր տարին ավելի շուտ է։ Կամ գնալու եք հանգստանալու, հա, կամ ինչ որ միտեղ պետքա մի բան ներկայացնեք։ Ճիշտ է։ Այս ավելի երկարատև է։ Հիմա մի քիչ ավելի երկար գնանք 5 տարի։ Դուք գիտեք 5 տարի հետո ինչ եք անելու։ Okay. Չէ, սուտ չի, որովհետև եթե դու նայեք, ցանկացած բիզնես սկսելուց առաջ ամենակարևոր բանը դա big idea-ն է, հա։ То есть դուք ինչ որ passion ունեք, կրկով վերաբերվում եք այդ իդեային ու դուք համոզված եք, որ այդ իդեան ամենալավն է, ու այս իդեան պետք է մատուցվի եւ այլն եւ այլն։ Ու վերցրեք օրինակ Steve Jobs-ից, հա։ Ամենավերևը գնացի էլի։ Steve Jobs-ից այն մարդը, երբ որ տեսավ Steve Wozniak-ը իր գարաժում սարքել էր ինչ որ համակարգչի մի բան, ինքը ասեց, «Վաու, էսի ապագան է»։ Բայց հետո իր big idea-ն ինչ եղավ այն, որ ես ուզում եմ, որ բոլորի տներում լինի այս համակարգիչը։ Այս իր big idea-ն էր։ Այս իր passion-ն էր, որի շուրջ ինքը կառուցեց հետագա իր գործունեությունը։ Իսկ դրա համար ինչ էր պետք, առաջի հերթին սկսեց ինքը տրոհել։ Նայեք, մեծ պատկերը պետքա տրոհել երկարաժամկետ նպատակների եւ դրանք կարճաժամկետ նպատակների։ Երբ որ կարճաժամկետ նպատակները արդեն task-երի են վերածվում ու ամբողջ այս պլանի ռազմավարության համար դուք ունեք ձեր big idea-ի հասնելու կառուցողական, ասենք, այդ գործողությունները, ամենօրյա գործողությունները կամ չգիտեմ, ամսական գործողությունները, համոզված եղեք այդ ձեր ասածը տեղի չունենա, որ դա սուտ է։ Այսինքն մենք կարանք այս ժամանակահատվածի այս հատվածում ունենանք որոշակի passion ինչ որ մի գաղափարի շուրջ, բայց հետո լիքը մարդու լսելով ու չանելով ճիշտ գործողություններ մենք հիասթափվենք դրանից։ Ինչը Steve Jobs-ի մոտ հակառակը տեղի ունեցավ, ինքը կակրաստը չհիասթափվեց, որովհետև իր համար այդ ապրելու հիմնական բանն էր, ցանկությունն էր, հա։ Ու երբ որ ինքը սկսեց մասնատել, ինքը հասկացավ, որ համակարգիչը ինքը շատ բարդ է, նամանավանդ այն վաղտվա ինտերֆեյսներով, ու այդ համակարգիչը որպեսզի դաստուպնի լինի բոլորին, ինքը պետք է հեշտացնի, դրան ձև տա, որպեսզի մարդիկ կարենան շատ ավելի
դյուրին ձևի օգտագործել այդ համակարգիչը։ Ինչ արեց։ Արդեն 50 տարի գոյություն ունեցող Xerox-ից առավ մաուսը։ Գիտեիք։ Առավ մաուսը, իսկ մնացած տեխնոլոգիչի բանը, պարկը կարելի ասել, խնդում էր այդ մաուսի վրա։ Ինքը հասկացավ, որ մաուսը user interface-ի մեջ ամենալավագույն գործիքն է, որը կարա իրականացնի մարդու ցանկությունները համակարգչային տիրույթներում։ Եվ երկրորդ կարևորը, որը արդեն ինքը ստեղծել էր, դա window-ներն էր, հա, то есть պատոհանները, որոնց մեջ կարելի էր գործողություն իրականացնել։ Ստեղծել պապկա, հետո այդ պապկայի մեջ ինչ որ նկար գցել, բացել ինչ որ մի ծրագրով մշակել, փակել, save անել, փակել։ Այ ինքը այս գործողությունները, եթե չտրոհեր կարճաժամկետ նպատակների ու չտրոհեր task-երի, ինքը չէր հասնի։ Ու դրա արդյունքում այսօր մենք ունենք բավականին մեծ ինդուստրիա, որը կառուցվել է հենց այդ ինդուստրիայի շուրջ, հա։ Օրինակ ոնց որպեսզի պատկերացնենք, սկսած mobile device-ների զարգացումներից, վերջացրած application-ների, video ինդուստրիա, music ինդուստրիա, տարբեր, ասենք, պլանավորման ծրագրեր, օգտակար կամ մարզանքի համար ծրագրեր։ То есть այս սաղ ամեն ինչ, ինչ որ App Store-ում կա, այդ շատ մեծ ոլորտներ են։ Ճիշտ է։ Okay։ Հիմա փորձենք մի քիչ ավելի արագ, բայց այս հատվածները կարևոր են։ Ոնց ենք հավաքում big data-ն, ոնց ենք ստեղծում մեր հետագա գործողությունները, որպեսզի մեր մարքեթինգային ստրատեգիան գրենք ու ճիշտ ճանապարհ ընտրենք։ Պետք է տվյալների հավաքագրում իրականացնել։ Տվյալների հավաքագրումը ունի երկու տեսակ, հա, երկու հիմնական խմբի է բաժանվում, մեկը քանակականն է, մյուսը որակական է։ Նայեք, ես հիմա ձեզ չեմ ասելու, թե ոնց եք դուք ձեր թիրախային խմբերը գտնելու, բայց մենք իրար հետ կփորձենք այն framework-ը բանանել, որը դուրս կբերի, հա, ձեր թիրախային խմբերին։ Քանակական եւ որակական հետազոտությունները դրանք նրա համար են, որպեսզի դուք ունենաք պատկերացում ձեր թիրախային խմբի, շուկայի, ձեր պրոդուկտիվ ֆիչերների կամ ընդհանուր պրոդուկտի դիզայնի, իր ներկայացման ձևի, ինչն է կարևոր հաճախորդի համար, ինչը չէ, ու տարբեր հետազոտություններ կան։ Քանակական հետազոտությունը որակականից տարբերվում է նրանով, որ քանակականի ժամանակ դու ունես փակ հարցեր ու դու տալիս ես այդ հարցերը շատ մարդկանց։ Ու սրա արդյունքում դու դուրս ես բերում հիմնականում այն մեծ կարևորագույն ցուցանիշները քո շուկայի վերաբերյալ, որը հետագայում դառնալու է քո ստրատեգիայի, քո վաճառքային պլանները տեղադրելու, հա, ու ճիշտ որպեսզի լինի, չկանխատեսես ենթադրենք, չգիտեմ, ես $1 միլիոն վաճառք եմ ունենալու, բայց քո շուկան այդ հնարավորությունը չունի։ Եվ որակական հետազոտությունները ավելի շատ ուղղված են խնդրի էությունը կամ տրենդը բացահայտելու համար, այսինքն, օրինակ կարամ բերեմ, անունը կամպանիայի չեմ հիշում, օրինակ Ամերիկայում գոյություն ունի կազմակերպություն շորերի արտադրության ոլորտում, որը միջին տարիքի կանանց համար շորեր էր պատրաստում։ Ու իր վաճառքները լավ չէր լինում, լավ չէին գնում, ու ինքը մի օր որոշում է, որ ֆոկուս գրուպա անի։ Ֆոկուս գրուպան դա հիմնական գործիքներից է որակական հետազոտությունների, բայց միակը չի։ Ֆոկուս գրուպայի ժամանակ հավաքում են մոտարապես 8-ից 12 ռեսպոնդենտ համապատասխան թիրախային խմբերից, տարբեր սոցիալական իրավիճակի, որոնք հանդիսանում են իրենց հիմնական primary թիրախային խումբը, եւ դա փորձում են մի 3-4 խմբով իրականացնել, որպեսզի հասկանան պատկերը ինչքանով հավատալի է։ Ու հարցնում են, ասում են, ինչ պետք է անի մեր կազմակերպությունը, որ մեր հագուստը ձեր համար նախընտրելի լինի։ Գույնը, չգիտեմ, այնտեղ pattern-ը եւ այլն, ու տարբեր մարդիկ, տարբեր կանայք սկսում են խոսալ։ Այ ոճական, մոդայիկ, եսիմինչ, կանանցից մեկը նստած թղթի վրա խզբզում է ու ոչ մի բան չի ասում։ Իրան վերջում ինտերվյուերը հարցնում է, ասում է, իսկ կներեք, էլի դուք չեք մասնակցում, իսկ հետաքրքիր է, ինչ եք նկարում։ Ասում է, կարամ ցույց տամ, ու ինքը ցույց է տալի, ինքը նկարել է SpongeBob-ին, ասում է, խեք SpongeBob-ին նկարե։ Ասում է, նայեք, որտեվ ես ձեր հագուստում զգում եմ ինձ SpongeBob։ Ես կին եմ, հա, ունեմ 2 երեխա, ամեն օր աշխատում եմ, տնային տնտեսուհի եմ,
Բայց ու ժամանակը չի խնայել իմ մարմնի կառուցվածքը չի բանանում, որպեսզի ես ձեր մոդայիկ շորերը հագնեմ, բայց ես էլ եմ ուզում մոդայիկ զգամ, հա։ Երբ որ ես ձեր շորերը հագնում եմ, ինքը իմ բոլոր թերությունները ցույց է տալիս, որի համար ես նեղվում եմ ու դրա պատճառով չեմ առնում, չեմ էլ հագնում։ Այդ ամենակարևոր ինսայթն է լինում այդ կազմակերպության համար, որ ինքը սկսում է նորավոճ մոդայիկ շորեր կարել կանանց համար, որոնք հենց փակում են, վերացնում են այն թերությունները, որի համար այդ կինը նեղվում էր։ Նայեք ինչ կարևոր ինսայթ կարելի էր հանել որակականից։ Եվ երկուսն էլ կարևոր են։ Բայց շատ դեպքերում ստարտափերի դեպքում այս հետազոտությունները շատ թանկ են ու մենք շատ ժամանակ արդեն բյուջեների սղության պատճառով դիմում ենք այլ մեթոդների, օրինակ արդեն արկա հետազոտությունների, արդեն արկա դատաների, իսկ այսօր նամանավանդ այնքան հեշտ է դարել, ժողովուրդ ջան, այնքան ինֆորմացիա կա ինտերնետում, որ պետքա ճիշտ ձևի, կրեատիվ ձևի դրանք փնտրել ու համադրել։ Լավ, ինչա թիրախային լսարանը, ինչա թիրախային խումբը։ Կարելի է իրան ներկայացնել 3 հիմնական բաներով, հա, կոհորտաներ, սեգմենտներ եւ արխետիպեր։ Սա ընդհանուր մոտեցումն է թիրախային խմբերի։ Ինչա կոհորտան, կոհորտան դա հռոմեական լատիներեն բառ է, հա, որը նշանակում էր ռազմական միավորման, հիմնականում միատեսակ միավորման, պիխոտա հայերեն ոնց է, օրինակ հետիոտնային, հա, զորքերի, հետևակային զորքերի նմանատիպ, բայց ոչ ամբողջությամբ նման համախումբը։ Կոհորտաները հետագայում նաև այլ ձևավորումների վրա սկսեց օգտագործել, իսկ մարքեթինգում օգտագործվում է հենց նույն նախասիրությունները կամ տեսլականները աշխարհայացքը ունեցող մարդկանց մասին։ Սեգմենտները դրանք ավելի շատ ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական բնութագիր ունեցող մարդկանց խմբերն են։ Եվ արխետիպերը դրանք այն նկարագրական հոգեբանական պատկերներն են, օրինակ հոգեբանության մեջ կա ամենալայն խումբը ինտրավերտ եւ էքստրավերտ, հա, դրանք արխետիպ են, դրանք տեսակ են, հոգեբանական տեսակ են, իսկ արխետիպերը հիմնական մոկտատերերի պրոֆիլներ են, որոնք տարբերվում են հոգեբանական հատկանիշներով, ինչպիսիք են բնավորության գծեր, սովորություններ, արժեքներ, մոտիվացիաներ, կյանքի նպատակներ, սեփական պատկերացում եւ երազանք։ Կոհորտաներով եթե նայենք, սա իմ սիրած հատվածներից է, որովհետեւ շատ մեծ բնութագիր է տալիս ու հետագայում քո հիմնական մոտեցումները մարքեթինգային ստրատեգիայի ճիշտ ուղղության վրա է դրվում։ Կոհորտաներով բաժանվում է, այսքան ժամանակ որ բաժանվել է, եղել է մինչև 46 թիվը հերոսների պակալենյան, հա, հերոսների սերունդը, որոնք տեսել են պատերազմներ, վատ վիճակ, կրիզիսներ եւ այլն, որի արդյունքում պատերազմից հետո ծնվել են միլիոնավոր երեխաներ, որոնք հանդիսացել են baby boomer հասարակությունը։ Baby boomer-ները հիմնականում համարվում են էգոիստ պակալենյա, որովհետև իրանք ստացել են կյանքից ամեն ինչ, որովհետև իրանց ծնողները հիմնականում շատ վատ իրավիճակներում են մեծացել ու փորձել են իրանց երեխաներին տալ այն ամենալավ ու այն ինչը որ իրանք չեն ունեցել։ Նույնիսկ ես հիմա այդ ստերեոտիպային բաները ունեմ, երբ որ մտնում եմ խաղալիքի խանութ երեխուս համար ինչ որ խաղալիք առնելու, հետո հասկանում եմ, որ ավելի շատ իմ համար եմ առել, քան թե երեխու համար, որովհետև երեխուն այդ մեքենաները չէր հետաքրքրում կամ չգիտեմ։ Ու baby boomer-ների ժամանակ այդ հետաքրքիր գործողությունները սկսեցին։ Իրանք արդեն սկսեցին մտածել հասարակության, քաղաքականության, աշխարհը որ պետքա ավելի բարի լինի իրանց նկատմամբ, քաղաքական գործիչները պետքա ցանկացած ասենք որոշում կայացնելուց առաջ դուրս ելնեն հասարակության պահանջներից եւ այլն։ Հետո գալիս է Generation X-ը, ես ինձ համարում եմ Generation X ավելի շատ ծպտյալ executable մարդիկ են ստեղ, որոնք baby boomer-ների էգոիստության բանում իրանք կորել են, բայց իրանք կան ու իրանք
հետաքրիր Պակալենյանը, որոնք մեծ sense տարբերություն են տեսել տեխնոլոգիաների զարգացման, սկսած ֆլոպիներից մինչև ֆլեշ դիսկերը ու SSD կրիչները, որոնք տենց բան, հա, մենք dial-up-ով երբ որ կպնում էինք ինտերնետի, sense մի հատ զանգ կար, չէ՞, այդ ձենը մինչև հիմա, հա, ես կարամ դաժե արտաբերեմ, բայց չեմ արտա, այդ հա, ու սպասում էի, երբ որ քո 56 կիլոբայթ վարկյան ժամ արագությամբ երևի ինտերնետը պետքա upload անի, download անի, ինչ որ մի պատկեր կամ մի բան, հա, այն ժամանակ շատ հայտնի էր Freenet-ը, Freenet-ը, որտեղ Freenet-ի սերվերը Հայաստանում էր ու շատ արագ էր, էլի Freenet-ը մի անգամից էր բացում, սաղս բան էինք անում ու նաև տեսել ենք մագնիտոֆոնները, տեսել ենք այն լինզայով տրուբկեքը, իհարկե դրանք մեր ժամանակ ավելի արդեն պատմություն էին, բայց տեսել ենք մինչև այսօրվա ասենք OLED TV-ները, հա, ու այդ հնարավորությունները, որ հեռախոսը նույնիսկ ճկվում է։ Մենք ադապտատիվ ենք եղել, то есть այս Պակալենյան Generation X-ը ինքը շատ ադապտատիվ Պակալենյա է։ Հաջորդը միլենիալներն են, այդ հիմնական հիմիկվա շուկան է։ Մեր ամենամեծագույն շուկան, որ կարելի ասել բոլոր ինդուստրիաները հիմա աշխատում են իրանց համար։ Բայց չմոռանանք մնացածի մասին, որտեվ մնացածն էլ դեռ գոյություն ունեն ու իրանց համար էլ է ինդուստրիաները աշխատում։ Եվ Generation Z-ը, Gen Z-ները շատ հետաքրքիր թիրախային խումբ է, սեգմենտ է, Պակալենյա է, որը քիչ ուսումնասիրված է, չնայած բավականին մեծ հետազոտություններ կա այս ուղղությամբ, եւ կարամ մատնանշեմ ամենակարևորագույն խարակտերիստիկան Gen Z-ների, դա impact-ի առկայությունն է։ То есть որոշակի գործողություն անելուց առաջ ինքը միշտ հարց է տալի. իսկ ինչի համար եմ ես դա անում։ Հա, իսկ ինչի պետք է անեմ։ Ու եթե դու չտվեցիր big picture-ը, ու այդ big picture-ը իր համար գրավիչ չեղավ, իր ինքը motivation չի ունենալու դա անելու։ Հա, կարող է սկսի անել, որտեվ այտենց պետք է, բայց հետո ինքը շատ արագ հիասթափվում է, ասում է, չէ, սա իմը չի, անցնեմ մյուսին։ То есть նայեք, բայց հիմա ստե բավականին շատ Gen Z-ներ են նստած։ Gen Z-ներ են նստած, ինձ մի հատ խորհուրդ։ Ինձ իմ ծնողը սովորացրել է, որ ընդհանրապես կյանքն է սովորացրել, որ ոչ մի բան հեշտ չի տրվում։ Okay, դուք իմացեք այն big picture-ը, որ ու ձեր համար դա գրավիչ թող լինի, բայց իմացեք, որ դրան հասնելու համար շատ դժվար ճանապարհներ կա անցնելու, ու այդ դժվար ճանապարհները այդ հարցերի շրջանակում չեն տեղավորվում։ Ամենօրյա ռուտինի աշխատանք կա, որը դուք պետք է անեք, որովհետև execution idea without execution կարելի ասել it's just an idea, հա։ Հաջորդ բանը սեգմենտները հիմնականում բաժանում են geographical and demographics, տեսնում եք արդեն իրանց նկարագրությունները, psychographic եւ behavioral, իմ համար այսօր behavioral-ը ավելի կարևոր է, չնայած նրանք էլ են կարևոր, որովհետեւ իրանք առանձին չեն, իրանք համընդհանուր են դիտվում։ Behavioral հատվածը կարևոր է, որովհետև հիմա տարբեր լայֆսթայլներ կան, հա, տարբեր լայֆսթայլներ ու այդ լայֆսթայլները արդեն կարելի է բաժանել բան, երկու հատվածի, մի հատ օֆլայն լայֆսթայլ, մի հատ էլ արդեն օնլայն լայֆսթայլ։ Օնլայն լայֆսթայլը դա մեր Facebook-ներ, Instagram-ներ, հեսա շուտով երևի metaverse-ներ, հա, ինչ որ sense բաներ, վախենալու իմ համար, բայց ոչ ձեր համար։ Եվ արխետիպերը։ Արխետիպերը տարբեր ձև կարող եք բանանել, տարբեր մոտեցումներով կարող բաժանեք, օրինակ ես հիմա US online adult-ների բանն է, արխետիպերն է, որպեսզի պատկերացնեք, նայեք, իրանք բացահայտել են, որ կան inactivers, то есть այս սրանք պայմանական անուններ են, որոնք դուք տալիս եք արխետիպերին, այսինքն մարդու հոգեբանական վերաբերմունքին ինչ որ մի բանի։ Inactive-ները, լավ, եկեք վերևից, creator-ներ, ովքեր content են ստեղծում, ովքեր նոր մի բան են ասում, հետո գալիս են conversion զրուցակիցները, երբ որ մտնում են խոսակցության մեջ, կամ հակադրում են, կամ լրացնում են, կամ համաձայնվում են այդ ամենի հետ, հետո գալիս են քրիտիկները, երևի Հայաստանում այս քրիտիկները 90% կազմի, հա, այս են մարդիկ են, ովքեր իրանց հանապազորյա պարտքն են համարում մտնել ցանկացած հետաքրքիր կոմենտի տակ մի հատ կոմենտ թողել։
ու հիմա թազա բանը հայտնվե, դաժե գովազդ են անում այնտեղ։ Ասեն տենում են, որ պոստը հետաքրքիր է, այնտեղ մտնում են, ասում են վաճառում եմ չորացված փայտ ենթադրենք։ Չգիտեմ, կամ կահույք։ Հաջորդը collector-ներն են, այս են մարդիկ են, այն արխետիպն է, որը հետաքրքիր բան է տեսնում, պահում է իր մոտ ու ինքը դրանով ավելի հագենում է։ Հաջորդը joiner-ներն են, այն միացողները, ովքեր պահպանում են սոցիալական ցանցերում իրենց էջերը, այցելում են սոցիալական հարթակներում։ Spectators, այստեղ էլ երևի բավականին մեծ զանգված ունենք Հայաստանում, այդ դիտորդներն են, հա, ովքեր մտնում են, բլոգեր են նայում, կարդում են մարդկանց պոստերը ու կոմենտ չթողելով դուրս են գալիս։ Ու inactivers, այս են մարդիկ են, ովքեր ընդհանրապես անտարբեր են։ Իրանց հիմա ինչ ուզում ես գրի, մեկը իրանք անտարբեր են։ Ու իրանք ոչ սոցիալական ցանցում են մտնում կամ մտնում են շատ քիչ եւ այլն։ Ու որտեղից ստանալ տվյալներ, ընկերության ներքին տվյալների բազա, եթե արդեն գործունեություն ունի ընկերությունը համապատասխանաբար ունի ցուցակներ, հա, ու այդ ցուցակներից կարելի է դուրս բերել արդեն տվյալներ։ Նմանատիպ ապրանքների կամ ծառայությունների հետ ունեցած փորձ, այսինքն դուք կարող եք աշխատել եք այլ վայրում, որը նմանատիպ ծառայությունների կամ պրոդուկտ է արտադրել, ու դուք այդտեղից արդեն ունեք տվյալների հավաքագրման ինչ-որ հնարավորություն կամ փորձ։ Google-ի գովազդների ստացած բանալի բառերի ցանկ, հիմա շատ հեշտ է Google-ում, Chrome-ում plugin-ներ լիքը կա, որ keyword-եր է ստուգում ու նայում է թե որ տարածաշրջանում որ keyword-երն է ամենաշատը ուսումնասիրվել կամ հարցում արվել, հա։ Գործընկերներից սոցիալական ցանցերի վերլուծություն, այսինքն ստեղ կարելի է մի հատ ասենք ինչ որ ֆորմա սարքել հարցման, մի հատ սոցիոլոգ ընկեր ճարել իրանց խորհուրդ հարցնել, ոնց հարցումը կառուցել, որպեսզի ստանալ այն տվյալները, որը դուք ուզում եք, ու տարածել ու խնդրել ձեր ընկերներին, որպեսզի դրանք լրացնեն։ Կարծիքի գնահատման համակարգեր, դրանք review page-երն են, հա, որտեղ ասենք նմանատիպ ինֆորմացիաները կարող է պրեզենտացիաներով դրված լինեն կամ դրված լինեն հենց դատայով, հա, Excel sheet-երով ու իրանց արդեն վերլուծական հատվածով։ Եվ Google գովազդների վերլուծություն, то есть ինչ գովազդներ են ցույց տալի, Google Analytics-ի մասին է, հա, Google Analytics-ը բավականին մեծ ինֆորմացիա է տալի։ Բացի սրանից, Հայաստանում հիմա կա hexomatic, հա, տենց կա անունը hexo ոչ գիտեմ, իրանց product-ն է, ծառայություն է, ինքը globally ծառայություն է, օրինակ, որը տալիս է big data-ի վերլուծություն։ Ինքը հետաքրքիր ինտերֆեյսներ ունի, որը ավելի ադապտատիվ է, ու դուք այդ big data-ից կարող եք վերլուծական հանել ձեր պետքական ինֆորմացիան ու կիրառել։ Ու նմանատիպ ծրագրեր իրականում շատ կան, то есть որոնք big data-ի վերլուծական բան են տալի, data են հանում ձեր ուզած ֆիլտրներով եւ կրիտերիաներով։ Так, թիրախային խմբի վերլուծությունը իրականացվում է։ Սկզբից պետք է նկարագրել թիրախային խումբը։ Օրինակ, ով կուզի իր ստարտափը կարճ մի քանի բառով ներկայացնի։ Համեցեք։ Մենք ներկայացնում ենք Spaniel ստարտափը, որը իրենից ներկայացնում է Spaniel ստարտափը, որը իրենից ներկայացնում է հայկական արտադրության շների կատուների համար նախատեսված հակաալերգիկ անկողիններ եւ ջրակայուն։ Իր վրա ունենալու է նաեւ QR կոդ, որ ներկայացնելու թե ինչպես կազմակերպել կենթանու առողջ քունը։ Merci. Okay. Կարակ ձեր միկրոֆոնը, հա։ Կարակ նկարագրեք ձեր թիրախային խումբը։ Իրանք ամենահիմնական կրիտերիան։ Հիմնականում են մարդիկ են, ովքեր պահում են կենթանի տանը, շուն կատու, ովքեր պահում են տանը, եւ կարեւոր է, որ իրենց կենթանին ունենա իրենց անկյունը եւ իրենց կենթանու առողջությունը։ Այդ արդեն շատ տարածվեցիք։ Հիմնական կրիտերիան, ով կենթանի ունի, կենթանի պահողը։ Որտեղ են կենթանի պահողները հանդիպում։ Հիմնականում այգիներում, երբ որ հանում են մանտալում։ Իսկ կենթանի պահողները ինչ այլ վայրեր են այցելում, բացի այգիներից։ Նաև սոցհարթակներում կա հատուկ հավաքված խումբ, ովքեր շուն պահողներ են եւ կատու պահողներն են հենց։ Ահա։ Իսկ ուրիշ։
Վիտրինար։ Հա, կենթանիների համար նախատեսված խանութներ, զու խանութներում։ Ով է այդ մարդը, կարաք իրան նկարագրեք, մոտ արապես։ Ինքը միջին ֆինանսական բյուջե ունի, մտել է արդեն խանութ, որպեսզի տեսնի, թե իր կենթանու համար ինչ լավ հարմար սիրուն անկողին կա, իր չափսերով նախատեսված եւ ինչ կտորից է կարված այդ անկողինը։ Okay, հիմա դուք ձեր թիրախային խմբի նկարագրությունն եք անում ու պլյուս դրա հետ մեկտեղ տվեցիք նաև իր լայֆսթայլի ինչ-որ կտորներ, որը հետագայում դուք կարաք ռազմավարությունը ստեղծել, օրինակ սուպերմարկետի կենթանների եւ շների եւ կատուների կերերի նաև բաժինը, այգիները, վիտրինարները, դրանք բոլոր ձեր պլաշատկան են, որտեղ դուք կարանք իրաց ռիչ անեք, հա? Նկարագրեցիք մոտարապես ձեր թիրախային խմբի պատկերը, պերսոնալիզացիա արեցիք, հա? Ու երբ որ հետազոտությունը անեք, այդ սկոպով եք անում ու գտնում եք այդ ձեր նկարագրության մարդիկ քանի տոկոսն են կազմում ամբողջ թիրախային խմբի, հա? Ու որն է առաջնայինը, то есть հենց ինքն է առաջնային թիրախային խումբը, հետո սահմանում եք երկրորդ թիրախային խումբը, երկրորդային շուկայի, երկրորդային թիրախային խումբը եւ երրորդայինը։ Ու սկսում եք իրանց reach անել, то есть արդեն սկսում եք մարքեթինգ պլանը կազմել իրանց համար։ Դու արդեն հստակ է դառնում, չէ՞, որտեղ պետքա գովազդ անել։ Okay, գնորդի վարքագծի հետազոտությունն էլ արեցիք, արդյունքների դիտարկում եւ հետազոտություն, այսինքն այս արդյունքների արդյունքում պետքա իրականացնեք ձեր հետագա արդեն վերլուծությունը, որ այստեղ պետքա ուշադրություն դարձնել, այստեղ պարտադիր պետքա լինել եւ այլն եւ այլն։ Ու դրանից հետո արդեն գնորդի կերպարի ստեղծումն է իրականացվում, սա կարևոր փուլ է, որպեսզի անձնապես ճանաչեք ձեր գնորդին, հա։ Այստեղ, չգիտեմ, անունը Անահիտ է, 30 տարեկան է, ապրում է Դիլիջանում, ծայրամասում, չգիտեմ, չի, բնակվում է վարձակալած բնակարան, նո էս սուտ է, սենց բան դժվար է լինի, Դիլիջանի ծայրամասում վարձակալած բնակարան, okay, բայց կարող է ռուսը, հնարավոր է, Անահիտը կազմում է մեր թիրախային խմբի ենթադրենք 45%-ը, հա, դա նշանակում է Անահիտի ձև մարդիկ, Անահիտները շատ են, ու մեր թիրախային խմբի հիմնական հատվածն են կազմում։ Ու նմանատիպ առաջին թիրախային հատվածը կարող ունենա մի քանի պերսոնալիզացիա, այսինքն մենակ Անահիտը չլինի, կարող է, չգիտեմ, Վազգենն էլ լինի, կարող է ուրիշ մարդիկ էլ լինեն, բայց իրանք ասենք, երբ որ նկարագրում ես, դու արդեն մոտիկից ճանաչում ես թե իր վարքագիծը, թե իր ապրելակերպը եւ թե իր occupation-ը, այսինքն դու կարողանում ես քո թիրախային խմբին հստակ նկարագրություն տալ ու գտնել իրան։ Հաջորդ կարևոր փուլը դա ճանաչեք ձեր արտադրանքը եւ ռեսուրսները։ Այսինքն, ստեղ ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դուք ձեր պրոդուկտը, ձեր ստեղծած ծառայությունը կամ պրոդուկտը պետք է հստակ իմանաք ինչով է ինքը առավել, հա։ Ինչ է նշանակում ինչով է առավել։ Եկեք սենց մի հատ մի քանի հարցի պետք է պատասխանեք։ Այս homework-ը անպայման արեք, որովհետև սա ձեզ կհստակեցնի ձեր պատկերացումը ձեր բիզնեսի մասին, ինչի համար, որովհետև նայեք, երբ որ ասում են ինչ է ձեր բիզնեսը, դու պետք է շատ հակիրճ, շատ կարճ ժամանակում ճիշտ բառերով ներկայացնես քո բիզնեսը ու իր առավելությունները, որը շահագրգռի մարդուն։ Նայեք, դա հիմնականում արվում է 150-160 սիմվոլի միջոցով, ինչ է, գրեք կարճ նկարագիրը։ Բայց հավատացեք, գովազդային աշխարհում դուք այդ 160 սիմվոլի հնարավորություններն էլ կարող եք ունենալ։ Դուք պատկերացրեք, որ պետք է ներկայացնեք բարդագույն մի հատ ինչ-որ պրոդուկտ կամ ծառայություն 15 վայրկյանում։ Երբ որ դուք այս գործողությունը անեք, դուք կհասկանաք ինչն է կարևոր ու ինչը պետք է չասել, ինչը պետք է ասել։ Անվանեք դա։ Անվանել Այն որ ասում են նեյմինգի ու բրենդինգի խնդիր ունեն բանման, իրականում խնդիրը գալիս է հենց առաջի կետից, երբ որ ճիշտ նկարագրեք, դուք միանգամից ձեր մտքին կգա ինչ-որ անվանում, որը հետագայում արդեն մասնագետների հետ շփվելուց կարող է ձևափոխվի, բայց իր էությունը մնալու է նույնը, то есть ինքը այն բառն է, որը ամենալավն է նկարագրում ձեր բիզնեսը։
Ինչու հենց այս ապրանքը կարող է իրականացնել։ Ու այս հարցն էլ է ամենակարևոր մրցակցային շուկայում, որ հենց ձեր ապրանքը ունի այն ֆիչերները, այն կարևոր կետերը, որոնք տարբերվում են ու հաճախորդը հենց դրա համար ընտրելու է ձեր ապրանքը, այլ ոչ թե ձեր մրցակցինը։ Եվ ինչպես պետք է իրականացնեք։ Այստեղ տարբեր ճանապարհները, պետք է մշակեք այն տարբերվող ճանապարհները, որը իրականում տարբերվում է ձեր կոնկուրենտից, որովհետև պրոցեսները բրենդի ամենակարևորագույն հատվածն են։ Եթե ձեր պրոցեսները լինեն ստանդարտ, դուք չեք ունենա ոչ ստանդարտ բրենդ, ձեր կոնկուրենտից զատ։ Okay։ Շատ, հա։ Որը։ Սա։ Okay։ Հա։ Ես կթողեմ, ես պրեզենտացիան կթողեմ։ Հա։ Ժողովուրդ, մի հատ տակտիկաների մասին էլ խոսամ ու անցնեմ ամենահետաքրքիր հատվածին, որը ես անընդհատ գալիս եմ։ Իրականում ես մի անգամից այդ հատվածից կսկսեի, բայց այս ինֆորմացիան շատ կարևոր է, պետք է տրամադրել։ Ուրեմն նայեք, հիմնական ռազմավարության 3 տեսակ կա, տակտիկայի 3 տեսակ կա, ոչ թե ռազմավարության, այլ տակտիկայի։ Պարտիզանական մարքեթինգ, հարցակողական կամ ագրեսիվ մարքեթինգ եւ պաշտպանողական մարքեթինգ։ Պատկերացրեք, այս սարա, հա, ու այս սարի գլխին նստած է այդ ոլորտի լիդերը։ Լիդերը ինչ է անելու։ Անընդհատ պաշտպանվելու է, որպեսզի հարցակողականը, ով են, այդ մյուսներն են, ովքեր ուզում են դառնան լիդեր շուկայի։ Իսկ ներքևը գտնվում են նոր շուկա մուտք գործած քիչ ռեսուրսներով ֆիրմաները։ Հիմնականում ստարտափերը, չնայած ստարտափեր կա, որ բավականին մեծ գումարներ ունեն ու կարան բան անեն։ Ինչ են անում։ Պարտիզանական մարքեթինգը այս երկուսի համար դեռ տեսանելի չի, որովհետև իրանք ուժեղ թիրախային են, իրանք քիչ բյուջետային են եւ անմիջապես ու կրեատիվը շատ է։ Հարցակողականը ինքը փորձում է տարբեր պրոդուկտներով, որովհետև իրան դիվերսիֆիկացիան պրոդուկտների արդեն մեծ է, ու իրանք փորձում են ոչ թե ամբողջ լինեյկայով բան անել, այլ մի քանի position-ներով հարվածել լիդեր կազմակերպությանը։ Իսկ լիդերը ունի երկու հնարավորություն։ Առաջի հերթին ինքը պետք է իր պոզիցիաները ուժեղացնի, որպեսզի կարողանա պայքարի, եւ կլանող ստրատեգիան, կլանողը որն է, որ ինքը իր ռեսուրսները նենց է բաշխում, որպեսզի թուլացնի հարցակվողին եւ վերջում գնի իր կազմակերպությանը, եթե դա պետք է, եթե պետք չի կվերացնի։ То есть այս պայքարն է, այս պատերազմն է, որը անընդհատ լինում է։ Ну, բյուջեն արդեն ասեցի ոնց եք բանանում, հաշվում, բյուջեի ձևերը շատ են, հիմնականում այնտեղ երկու հատված է կարևոր, նախ այն channel-ները գովազդային, որոնք դուք օգտագործելու եք, եւ դրանց իրականացման համար այն գործառույթների գումարները, որը դուք իրականացնել եք։ Օրինակ, տեսահոլովակ եք նկարելու, օրինակ, branding եք անելու կամ դիզայն եք անելու բուկլետի, օրինակ, то есть production հատվածը, ու նաեւ այն staff-ի հատվածը, ով որ հենց իրականացնելու է այդ ամեն ինչը իրանց աշխատավարձերով։ Վերջապես հասա այդ ամենակարևոր բանին։ Նայեք, սա նորություն չի, բայց այս վերջերս այս տեսանկյունը սկսել է քննարկվել ու իմ համար ֆավորիտն է դառել, որովհետև այսօրվա կյանքը ամենալավ նկարագողն է։ Ու հետ գամ ամենաառաջի ֆրազային Էյնշտեյնի, հա, չես կարող բացահայտել աշխարհը 5 քարտեզով, նոր աշխարհը 5 քարտեզով։ Մի հատ հետաքրքիր ուսումնական տենց գիրք կա, որը կոչվում է Blue Ocean Strategy, ու որը բաժանում է շուկաները երկու հատվածի։ Red Oceans and Blue Oceans։ Մենք մինչև հիմա ինչը որ խոսում ենք, մենք խոսում ենք Red Ocean-ի մասին։ Ինչ է իրանց ներկայացնում Red Ocean-ը։ Red Ocean-ը ինքը կարմիր օվկիանոսն է, որտեղ մրցակցային շուկայի ու այդ պայքարների արդյունքում ինքը կարմրել է արյան պատճառով։ Եվ գիրքը ասում է, որ դուք հնարավորություն ունեք
մրցակցային շուկայից տեղափոխվել ոչ մրցակցային շուկա։ Ինչա դա նշանակում։ Ինքը ունի մի քանի ֆրեյմվորքեր, որը դուք կարաք դուրս բերեք ձեր կազմակերպության համար, որը անպայման ես կուզեմ դուք իրականացնեք։ Եկեք օրինակ բերեմ։ 80-ական թվականներից 70-80-ական թվականներից սկսած կազմակերպությունը Cirque du Soleil, լսել եք, չէ՞ երևի։ Այդ օրինակն է բերվում, Cirque du Soleil-ը ինքը ցիրկ է, կրկես, որը նման մնացած կրկեսների նման մատուցում էր ծառայություններ կրկեսային, այսինքն ուներ կլոունների ներկայացում, ուներ ակրոբատիկա, ուներ կենդանների, վարժեցրած կենդանների ներկայացումներ եւ այլն եւ այլն։ Այս ժամանակահատվածում եթե հետ գանք բանին, էրաներին, հա, այնտեղ հասարակության իմաստը, հասարակությունը սկսում էր խոսել, տրենդ էր, որ կենդանների վատ վերաբերմունքը կրկեսներում լավը չի ու պետք է այդ կենդաններին ազատ արձակել, որպեսզի այդ կենդանները տենց իրանց կյանքով ապրեն ու մենք չենք գալու տոմս չենք գնելու, որովհետև այդ կենդաններին դուք տանջում եք։ Կամ կլոունները դա ծաղրացուները վատ պերսոնաժներ են, մեր երեխեքը իրանցից վախում են ու իրանք միշտ բան են անում, ընկնում են ու դրա համար չպետք է խնդալ, որովհետև դա մարդու, չգիտեմ, վատ գործողության վրա սովորացնում են երեխեքին ծիծաղել։ Ինչ արեց Cirque du Soleil-ը, ու սկսեցին ցիրկերը շատ վատ վիճակում էին գտնվում, կրկեսները, կներեք, ռուսերեն բառերը անընդհատ բան անում են։ Ինքը ասեց, օքեյ, իմ հետ մեկտեղ կան ինձանից ավելի ուժեղ մրցակիցներ, բայց մի պահ արի մոռանամ։ Ինչը չկա կրկեսում, ինչ են ուզում մարդիկ։ Ինքը հասկացավ, որ ոչ մի կրկես չունի սկիզբ եւ ավարտ։ То есть ունի գալիս է վարողը, հայտարարում է, որ հիմա ներկայանալու է, այս ինչ համարով ու գնում է, то есть ու տենց անընդհատ։ Ինքը ասաց, իսկ ինչի ես օրինակ թատրոնի storyline-ը չբերեմ կրկես, այսինքն թող կրկեսը ունենա հստակ սկիզբ ու թեմա, то есть թեմատիկա ունենա, որի շուրջ կկառուցվի այս ամբողջը։ Հաջորդը ասաց, կենդանները պետք չի ինձ ընդհանրապես նամանավանդ իրանք ահավոր ծախսատար են։ Կենդանի գնելը նախ մեծ ծախս է, իսկ իրա պահելը ու խնամելը ավելի մեծ ծախս է։ Եկեք հրաժարվենք կենդաններից։ Ծաղրածուների վերաբերյալ վատ է տրամադրվածությունը, բայց այդքան էլ վատ չի, կարելի իրան պահել, բայց այն խնդիրները, որը արտահայտում է հասարակությունը, արի վերացնեմ։ Ու սկսեց նայել, իսկ ինչ կարա եւս ավելացնի իր բիզնեսում, կրկեսային բիզնեսում, որպեսզի ավելի գրավիչ սարքի։ Ինքը նայեց, որ այդ ժամանակ ահավոր տարածված էին ու զարգանում էին կաբարեները կամ երաժշտական ակումբները, որտեղ մարդիկ գնում էին ու վայելում էին երաժշտություն։ Ասաց, իսկ ինչի ես չեմ կարող ունենամ երաժշտական շոու։ Ու մտցրեց։ Նայեք, ինչ արեց ինքը։ Արժևորեց գնորդին, ժամանակի տրենդերը, հասկացավ ծախսային հատվածում ինքը որտեղ կարա լինի, ու այդ հատվածում սարքեց իր արժեքային առաջարկը։ Ինչ արեց։ Որոշ բաներ կրճատեց, հրաժարվեց կենդաններից։ Որոշ հատկանիշներ բացառեց ընդհանրապես։ Որոշ հատկանիշներ բարձրացրեց, ավելի արտահայտեց, որոշ հատկանիշներ ստեղծեց, որը թույլ տվեց իրան դուրս գալ Blue Ocean, կապույտ ջինջ ալիքներով օվկիանոս, որտեղ ինքը կոնկուրենտ չունի։ Հիմա արդեն ունի, բայց ինքը այնքան տարածություն ունի Blue Ocean-ում, որ կոնկուրենտը Red Ocean-ի ստրատեգիայով մտածելով շատ դժվար է հասնելու բան իրան։ Blue Ocean-ը ինքը թույլ է տալիս այլ կերպ մտածել բիզնեսի նկատմամբ, որտեղ եթե դուք ընդունում եք Red Ocean-ի կարգախոսերը եւ իր ընդհանուր մոտեցումները, համապատասխանաբար դուք ընդունում եք իր խաղի կանոնները։ Ու եթե այդ խաղի կանոնները ընդունեցիք, դուք այդ խաղի կանոնները հետագայում շատ դժվար կլինի մերժել։ Ինչի, որովհետեւ ձեր process-ները, ձեր մենեջերները բոլորը տենց են մտածելու։ Դրա համար ես խորհուրդ եմ տալի հենց սկզբից կամ, չգիտեմ, ինչ որ միտեղ պաուզա եք տալիս ու վերաարժևորում եք ձեր բիզնեսը Blue Ocean-ի ֆրեյմվորքով։ Ինչն է տարբերությունը Կարմիր օվկիանոսի եւ Կապույտ օվկիանոսի։
սխալների համար կներեք, տառը սխալների։ Մրցակցության արկա շուկայական տարածքում։ Իսկ կապույտը ասում է, ստեղծել նոր շուկայական տարածք, պրիտոմ այն շուկայում, որտեղ կա։ Հաղթել մրցակցությունում։ Կապույտը ասում է, մրցակցությունը դարձնել ոչ ակտուալ։ Cirque du Soleil-ը տենց արեց։ Հեսա մի քանի ուրիշ օրինակ էլ կբերեմ։ Հետևել արկա պահանջարկներին։ Ստեղծել նոր պահանջարկ։ Ներկայացնել գին որակ լավագույն առաջարկը, չեղարկել գին որակ առաջարկը, համապատասխանեցրել ընկերությունը գործառույթները ընտրված ռազմավարությանը համահունչ, համապատասխանեցրեք ընկերության գործառույթները տարբերվող ռազմավարությանը, այսինքն ինքը էապես, նայեք, Cirque du Soleil այսօր ամենաթանկ կրկեսներից մեկն է, ինքը գին որակ հարաբերության մեջ չի մտածել, ինքը մտածել է բայեր հնարավորությունը, իր գնողունակությունը։ Երբ որ, չգիտեմ, դուք ավելի մանրամասն ուսումնասիրեք գնագոյացումը, այնտեղ կհասկանաք, կան տարբեր գնագոյացման։ Օրինակի համար, երբ որ դու մտնում ես շուկա, օրինակ մոբայլի շուկան էլի օրինակ բերեմ, հա, iPhone-ը երբ որ արտադրվեց, ինչի է իր գինը, մինչև այսօր, եթե չեմ սխալվում, $1000, չէ՞, տենց, հա։ Հա, պլյուս մինուս։ Ով որոշեց դա։ Ահա, իսկ ինչի որոշեց։ Blue Ocean-ի գաղափար հենց դրանում է։ Ինքը հաշվեց նաև, որ միջին ստատիստիկ, հա, ամերիկացին կարա իրան $1000 տարեկան կտրվածքով նմանատիպ ինվեստիցիա անի ապրանք ձեռք բերելու բանով, հա։ Գնողունակությունը, հա։ Նայեք, միշտ հարցման, հա։ Հա, հա։ Այդ հիմնականում դա, հա։ Դե հա, հա։ Դե հա, հա։ Բայց եկեք տեսեք, նայեք, ինքը վերցրել է որպես օրինակ, որպես հա, ինքը վերցրել է որպես օրինակ իր թիրախային խումբը, այնտեղ մշակել է, բայց ամբողջ աշխարհը հիմա դաժե քիչ փող աշխատող մարդիկ ձգտում են այդ device-ը ունենալու։ Նույն Blue Ocean-ի պատկերը կարա լինի iTunes-ում։ Ինքը հասկացավ հետևյալը, ինքը հասկացավ, որ digital տիրույթում ահա որ տարածված է պիրատսկի այդ բաները, то есть հեղինակային իրավունքը չհարգող, то есть երաժշտություն, վիդեո եւ այլն եւ այլն։ Ու ինքը ինչ արեց։ Ինքը ասեց, նայեք, ինչ է վիճակը։ Մարդիկ սիրում են այս երգիչին ու ուզում են իր դիսկը ունենալ, то есть իր երգերը լսել անընդհատ, բայց դիսկում կա 18 երգ կամ 19 երգ կամ 15 երգ, կապ չունի, որի համար վաճառում են այդ դիսկը $19 կամ $25, բայց ինքը այդ ամբողջ ռեպերտուարի մեջ ընդամենը 2 երգ է սիրում։ Ու ինքը չի ուզում $25 փող տա, որպեսզի այդ երկու երգը ունենա։ Ինչ է անում, մտնում է դրա պիրատսկի վերսիան, առնում է ու օգտագործում է։ Իսկ ինչ է պետք անել։ Նայեք, ինքը հասկացավ, որ մարդիկ պատրաստ են 0.99 ցենտ մի երգի համար վճարել ու իրան անընդհատ լսել, ու դրա արդյունքում ինքը ստեղծեց iPod-ը, նաև iTunes-ը, որը այսօր միլիարդավոր դոլարների բիզնես է։ Ինքը կուտակեց, հավաքեց, ասեց հեղինակային իրավունքը ես պաշտպանում եմ, ես կխոսամ լեյբլների հետ, իրանք ինձ կտան այդ հնարավորությունը, իրանք կտեղադրեն իրանց երաժշտությունները եւ կոնտենտը մեր մոտ, ու ես այդ վաճառքը կապահովեմ։ Ու ինչը որ մինչև այսօր անում է, երևի բոլորդ էլ օգտվում եք թե Apple TV-ից եւ թե iTunes-ից, նո iPod-ը դառավ արդեն հասարակ հեռախոս, բայց ինքը էլի Blue Ocean-ի գաղափարն էր։ Այսինքն, եթե պատասխանեմ ձեր հարցին, գին որակ, հա, քանի որ դուք բացառիկ արդեն, պրիտոմ հին ոլորտում, նույն ոլորտում առաջարկ եք ներկայացնում բացառիկ բանի։ Ես հիմա ասեմ իմ այս բիզնեսի, որի մեջ ասենք ներգրաված եմ, Արեգի առողջ սննդի արտադրությունը։ Բայց իր արտադրանքների մեջ մտնում են մեր ավանդական չրերը եւ մտնում են բանջարեղենային չիփսեր, նաև ունենք պահոցոյացված ինչ-որ բաներ, պեստո սոուսներ
Ես ինչ եմ անում։ Ես չեմ ասում, որ մենք չարտադրող ենք։ Իմ կոմունիկացիան համապատասխան չեմ կառուցում։ Ես ասում եմ մենք առողջ սնունդ արտադրող ենք։ Կա Հայաստանում առողջ սնունդ արտադրող, ով գիտի։ Ով են, բրենդ ասեք։ Բրենդ։ Առողջ սնունդը։ Հա։ Այդ որ բան են անում, սարքում մատուցում են։ Հա, ես market size-ի մասն եմ, հա։ Որը։ Այդ ընդհանրապես կաֆե է, որը Okay, ճիշտ եք։ Հա, բայց իրանք չեն ասում, մենք առողջ սնունդ ենք։ Իրանք ասում են մենք կանաչ գրուպ ենք, մենք բան, չիփս ենք արտադրում խնձորի։ Բայց ինչ են ասում, իրանք կոմունիկացիան գովազդը հիշեք։ Հա։ Ես շատ ուրախ եմ, իրանց կոմունիկացիան հստակ ձեզ ասել է, բայց ես այդտեղ առողջ սնունդը չհասկացա։ Ինքը հստակ չի ասում։ Կարող է ինքը գրի առողջ է, անցեք առողջին, բայց ինքը չի ասում առողջ սնունդ։ Լավ։ Ճիշտ եք ասում։ Հա, ճիշտ եք ասում, բայց իր կոմունիկացիան կառուցում է customer experience-ի վրա, то есть ինքը տալիս է cause, հա, պատճառ, ինչի համար դա կարելի է օգտագործել։ Երեխայի հետ դրեք ու ինքը տալիս է, որտեվ սա օգտակար է։ Բայց իր հիմնական կոմունիկացիան, ստրատեգիան ո՞րն է։ Այդ թիրախային խումբն է։ Բայց այդ դրա մասին ինքը ասում, հա։ Հա, մի հատ նայեք ասեք, էլի։ Որը Արլյամ, հա։ Արլյամը մենակ, հա, բան, խնձորի չիփս է։ Ոնց։ Ինչ է նշանակում առողջ սնունդ գոյություն չունի։ Հա, օքեյ, միգուցե, չգիտեմ նախահիմքը դրա որն է, բայց հա, բալանսավորված, որովհետև բոլոր սնունդի մեջ էլ կամ բացասական բան կոմպոնենտներ եւ դրական։ Ես ուզում եմ ասել, որ մենք դեռ հարց ու պատասխան շատ կուզեինք ու դրա համար։ Նայեք, մի հատ էլ օրինակ բերեմ Blue Ocean-ից ու անցնենք առաջ։ Blue Ocean-ի օրինակը, օրինակ նորվեգական մի հատ բան կար, մեքենաշինության կազմակերպություն, որը ավտոբուսներ էր պատրաստում։ ԱՄՆ-ում խնդիր կար քաղաքային ավտոբուսների, իրանք հիմնականում կառուցվում են մեծ երկաթային կարկասներից, իր օգտագործումը, եթե ինչ-որ մի բան վթար էր լինում, պետքա տանեին, այդ պանելները ամբողջությամբ քանդեին, հանեին, ուղեին, հետո նորից հավաքեին, ու որի արդյունքում իրանք ծանր էին, դժվար սպասարկվող եւ այլն։ Ինքը NAB կազմակերպությունը հասկացավ, որ դրա վրա կարելի է Blue Ocean ստեղծել, ու ինքը ինչ արեց, ինքը վերցրեց այդ ժամանակահատվածում արդեն գոյություն ունեցող այդ պոլիկարբոնատային, ասենք, բաները, ինքը վերացրեց այդ պանելները երկաթային ծանր, ու ինքը մի քանի նապաստակ խփեց մի կրակոցով, երբ որ ինքը այդ ծանր երկաթները հանեց, ինքը նաև սարքեց էներգոխնայող, որի վրա ստավկա արեց, ու սարքեց իրան ավելի էժան, ավելի մատչելի, որովհետև նյութերը ավելի մատչելի էին, ու իր շահագործումն ու սպասարկումը սարքեց դյուրին, որի արդյունքում ինքը էլի Blue Ocean ստեղծեց։ Ու նաև ավստրալիական Yellowtail բան կա, գինի կա, ինչ էր տեղի ունենում ԱՄՆ-ում, ԱՄՆ-ում բոլոր սուպերմարկետներում ահռելի մեծ ծավալով ու տարբեր լյուքսից սկսած մինչև ամենավատ պիտակներով գիններ կային, ու այդ գինները անընդհատ առաջարկում էին մարդկանց տարբեր գինիներ, որ մեր խաղողի տեսակից է, այն մյուսը սրանից է, որով շուկան այնքան էր հագեցել ու շուկայում, ասենք, նոր մրցակից մտնելու համար շատ մեծ ծախսեր էր պետք ու կոնկուրենցիան շատ թեժ էր։ Այդ ժամանակ ավստրալիական գինին
վերացնում է պիտակի բոլոր բաները, թվական, այնտեղ չգիտեմ, ու ինքը հասկանում է, որ շուկայում գոյությունից ունի շատ մեծ զանգված, որը գինի չի օգտագործում, բայց ինքը կարա օգտագործի, եթե իր համար այդքան դժվար չլինի ընտրությունը։ Էդի են երիտասարդություններ, որոնք կոկտեյլներ են սիրում, հա, կամ գարեջուր կամ բան, ու ինքը մտցրեց շուկա Yellow Tail, մենակ sense մի հատ կենգուրուի նկարով ու գրվածքով Yellow Tail, 3 տեսակ, կարմիր, սպիտակ, մեկ էլ, հա, եւ վարտագույն, ու ոչ մի բան, ինքը դառավ այսօրվա դրությամբ աշխարհի ամենաշատ վաճառվող գիններից մեկն է, как ни странно. Հասկանում եք, նայեք, երբ որ դուք ձեր բիզնեսի նկատմամբ այդ հարցադրումները ճիշտ անեք, հա, ու կա ֆրեյմվորքեր, խնդրում եմ մտեք, գտեք, նայեք կամ կարդացեք այդ գիրքը, դուք կարող գտնեք ձեր կազմակերպության նենց առավելություններ, որը բացառիկ կսարքի ձեր հենց արդեն արկա գոյություն ունեցող ծառայության մեջ կամ ոլորտում։ Լավ, այսքանը, շնորհակալություն, հիմա կարանք հարց ու պատասխանի անցնենք։ Գիտեք Արթուր ինչն է ուզում հարցնել, ես կարճ, ինչի երբեք չի բերվում օրինակը Lunch Track-ի Վահե Կարապետյանը Կալիֆոռնիայի, ես ուղղակի հետաքրքիր պատմություն ա դա։ Ես չգիտեմ դրա մասին, պետք է երևի զրուցել, որ իմանամ, ես ինքը Լոս Անջելեսի թրաքերը, որոնք լանչ են սարքում դրսերում կանգնած, վերա կառուցեց, խոհանոցը սարքեց լիարժեք օդափոխությունով ամեն ինչով ու գմբ ամբողջ Կալիֆոռնիային է, այսինքն ինքը ամբողջ Ամերիկան է հիմա ապահովում։ Success story է։ Վերջն է այդ մարդը, ու sense բարի հայ մարդ, հա, մենք պետք է մեր հայրենիք, այսպես տիպարա։ Դե պետք է այդ բան անել, մտցնել մեր սպիկերների։ Lunch Track-ի վայ, լուրջ եմ ասում, ես եղել եմ իրանց տանը, կինն էլ շշմելու մի հատ հետաքրքիր տիպ է, ու տենց ուտելիքային գմբցրել են։ Okay։ Հետաքրքիր։ Հարցեր, երեխեք ջան, Արտախ Արթուրին ծափար են, գժական, հետաքրքիր, էներգետիկ։ Merci։ Համեցեք։ Մեկ բարև ձեզ, ես Դավիթն եմ, շնորհակալություն շատ լեկցիայի համար, շատ հետաքրքիր էր։ Մի հատ այսպիսի հարց էլի, լեկցիայի ընթացքում ես ամեն ինչ պատկերացնում եի ավելի դեպի B2C, B2B-ի համար ինչ որ հատուկ խորհուրդներ կան, որ կտա կամ ինչ-որ ստեպեր։ Նայեք, հա, ես վաճառքները մի քիչ բան արեցի, եթե ժամանակ լներ կխոսայի, իրականում կա B2B, B2C, B2G, բան, P2P, այդ P2P-ներ էլի, peer-to-peer, բանը, ու կա G2B, հա, government to business, նայեք, վաճառքային մեխանիզմներում, ոնց որ մարքեթինգում գործիքակազմը նույնն է, ձեր վերաբերմունքը պետք է փոխվի, то есть եթե թիրախային խմբերը դուք հստակեցնում եք, միտեղ եթե email, direct mailing-ն է աշխատում, միտեղ pitching-ը ու անմիջական հանդիպումը, մյուս տեղը անուղղակի է այդ ամեն ինչը, то есть վաճառքները լնումա front desk-ից կամ բանից, բայց ընդհանուր դրանց գործիքակազմը նույնն է, մոտեցումներն է տարբեր։ Ողջույն, ես Գոռն եմ, հարցը հետևյալն է, եթե դու ունես մի քանի marketplace-ա, որը մի քանի թիրախային խումբ ունի, ամեն մեկի համար առանձին ես կազմում այդ քո հաճախորդիդ պատկերը, թե ընտրում ես մեկ առանձին եւ դրան ես կենտրոնանում մենակ դրա ուղղությամբ ես գնում։ Եվ այդ դրանց բխող նաեւ եթե դու մարքեթինգը սարքում ես, վաճառքների հետ սահմանը որտեղ է լրանում, այսինքն լիդերը գեներացնում է մարքեթինգի բաժինը, թե դա գնում է արդեն վաճառքի մեջ։ Okay, նայեք, այդ կախված է արդեն ռեսուրսներից, եթե մի քանի սլայդ առաջ գանք, որ ասում եմ ճանաչեք ձեր product-ը եւ ճանաչեք ձեր ռեսուրսները, եթե ձեր ռեսուրսները թույլ են տալիս ավելի մասնատել թիրախային խումբը, միանշանակ մասնատեք։ Դուք պետք է հասկանաք, որն է առաջնային թիրախային խումբը եւ ինչքան եկամուտ է դա ձեզ բերելու, որտեվ այդ եկամուտը նաեւ հետագա ծախսն է ձեր, հա, ձեր բյուջեն է։ Օրինակ Coca-Cola-ն 10 տարի, 11 տարի անընդմեջ իր եկամտի 50%-ը տրամադրել է մարքեթինգին։ Ինքը ընդեղից բիզնեսից փող չի հանել ու անընդհատ մարքեթինգի վրա է դրել տարբեր թիրախային խմբերով։ Արդյունքում այսօր Coca-Cola-ն աշխարհում ամենաշատ գովազդային ֆիզիկական ծածկույթ ունեցող կազմակերպությունն է։ Հաջորդ հատվածը ոնց էր։ Հա։
Հա, նայեք, marketing sales, հիմնականում sales-ը դա operational գործողություններն է, հա, որտեղ դուք իրականացնում եք վաճառքը ապրանքի։ Մարքեթինգը դա այն հատվածն է, երբ որ դուք ներկայացնում եք, հա, տենց դաժե հիմա փորձեմ հիշեմ, մի հատ տենց կատակ կար, ասում է մարքետոլոգը, PR-շիկը եւ վաճառքի մասնագետը մի վայրում ոնց կվարվեն, ենթադրենք ուզում են ծանոթանալ աղջկա հետ, հա։ Ասում է վաճառքի մասնագետը մոտենում է, ասում է ես այնքան լավն եմ, ես եմ կարում ու ես հիմա պատրաստ եմ, ենթադրենք, չգիտեմ, հա, ինչ որ մի բան։ Այդ վաճառքի մասնագետն է։ Ասում է մարքետոլոգը, ասում է նու իրականում շատ նման են, հա, այդ եզրույթը չեմ կարող բանանեմ, մարքետոլոգը նու ներկայացնում է իրան, ասում է ես կարամ սենց բաներ անեմ, եթե то есть ավելի feature-ների վրա է բան շահագրգռում, թե ինչն է կարևոր։ Հիմա մի քիչ շատ դժվար եմ ասում, որտեվ այդ կատակը լավ չեմ հիշում, կարող է նույնիսկ sales-ն ու marketing-ը խառնում եմ։ PR-շիկին էր տարբեր, PR-շիկը ասում է այն մարդը շատ լավ այդ գործողությունները անում է կամ չգիտեմ ինքը լավ գրող է, լավ լսող է, լավ ընկեր է եւ այլն։ Բայց հիմա փորձեմ ձեր վաճառքի բան պատասխանեմ։ Մի քիչ շեղեցի։ Վաճառքի մասնագետը չի կարա, եկեք այն ինչը չի կարա վաճառքի մասնագետը։ Վաճառքի մասնագետը մասսայական գովազդ անել չի կարա։ Ինչը կարա մարքեթինգ անի։ Մարքեթինգը կարա direct sales-ի բան անի։ Գործիք սարքի ու իրականացնի, օրինակ direct mailing-ը, հա, ինքը ինչ է, ինքը վաճառքային ինչ որ մի հատ մեխանիզմ է, երբ որ դու քո product-ը անմիջապես քո թիրախային խմբին ներկայացնում ես ու փորձում ես այդ թիրախային խմբին վաճառք իրականացնես։ Սարքել ես button, order now, call to action-ը։ Մարքեթինգում կա AIDA մոդելը, հա, որը հիմնականն է, ասենք պետքա attention, interest, desire, մեկ էլ call to action-ը, action։ Այդ հիմնական բլոկերով մենք գովազդներ ենք ստեղծում, որտեղ գովազդը դա հիմնական գործիքն է մարքեթինգի, ու փորձում ենք սենց այս վիճակով չնայած վերլուծության հիմքում այսենց շահագրգռել հաճախորդին։ Իսկ վաճառքը ինքը հստակ գիտի, որ ես պետքա գնամ այս կազմակերպություն, ենթադրենք եթե B2B է, հա, գնամ այս կազմակերպություն, իրականացնեմ այս առաջարկը ու իմ pipeline-ը ենթադրենք 50% ընդեղից պետքա իմ product-ը առնի։ Մարքեթինգը ուրիշ ձև է։ Ես չգիտեմ ինչքանով կարելի է դա բացատրեմ, որովհետև իմ համար ի սկզբանե վաճառքն ու մարքեթինգը դրանք նույն տեղից ծնված ու հաճած բանն է։ Վաճառքից է ծնվել մարքեթինգը, հա, բայց մարքեթինգը այսօր, քանի որ ինքն էլ ծնվել է տնտեսագիտությունից, կարելի ասել այս համապարփակ բանն է, հասկացողությունն է։ Sorry, ինչքանով կարելի է։ Բարև ձեզ, ես Աստղիկն եմ, Orajik Startup-ից։ Ուրեմն կուզեի նայի ճշտել արդյոք ես ճիշտ հասկացա հետևյալը։ Մեր առաքելությունը հետևյալն է, որպես ստարտափ, եթե կարող ես, մուտք գործիր Կապույտ օվկիանոս, լողա Կապույտ օվկիանոսում, այսինքն ուղեղից զորտուր հայտնվիր այնտեղ։ Այնտեղ հեշտ է։ Ստեղծիր։ Եթե չէ, դու ստիպված լողալու ես Կարմիր օվկիանոսում։ Ու այն բարդ է քո համար եւ այլն։ Հա, ասում բանը, ну старое никто не отменял, то есть այդ կանոնները, այդ օրենքները գոյություն ունեն Կարմիր օվկիանոսում, ինչի մասին մենք նախ սկզբից մինչև այս ժամանակահատվածը խոսում ենք։ Իսկ Կապույտ օվկիանոսը դու պետք է ստեղծես։ Նայեք, դա նույն բանն է, հիմնականում այդ Red Ocean-ի բանում ստրատեգիում, էլի էտիկ գոյություն ունի, կոչվում է unique sales proposition, հա։ То есть քո վաճառքային առավելագույն կետը, որը դու առաջարկում ես, դա կլինի value added ծառայություն, թե կլինի ինչ որ մի հատ թազա feature, որը քո հենց ծառայությունն է մատուցում։ Իսկ Blue Ocean-ը հենց է դրա վրա հիմնված, ասում է, ես քեզ framework եմ տալի, դու այդ framework-ով քո կազմակերպության քո ոլորտի քո առաջարկը սարքի ամենալավագույնը, որով դու կստեղծես Blue Ocean։ Ու իրականում հավատացեք, ես լիքը օրինակ կարամ բերեմ Blue Ocean-ների, որոնք շատ վաղուց եղել են ու հիմա կան կամ լինում են։ Ու ոլորտը ընդհանրապես կապ չունի, ու դաժե ձևը բիզնեսի այդքան կապ չունի, կարա ինքը շատ ավանդական հին ձև լինի։ Հա։ Բարև ձեզ, ես Երևանն եմ։
Իրականում իմ հարցը տենց պրոյեկտի ու մարքեթինգի հետ շատ կապված չի, ուղղակի տենց հետաքրքիր հարց է, որ իմ կարծիքով լսարանին կհետաքրքրի։ Երբ որ մարքեթինգի հետ ինչ-որ առնչություն ունեցող մարդկանց ասում եք ինչ-որ գիրք ասեն, որ մեզ կօգնի սովորել մարքեթինգ, առաջինը առանձնացնում են Ֆիլիպ Կոտլերի «Основы մարքեթինգա» գիրքը։ Մի 2-3 գիրք կնշեք, որը մեզ կօգնի մարքեթինգը ավելի լավ հասկանալ։ Մերսի։ Okay, նայեք, իհարկե Ֆիլիպ Կոտլերը պետքա կարդալ հենց առաջի գիրքը, որտեվ հիմունքները պարտադիր պետքա իմանալ։ Նու ես սկսում եմ ամենասկզբից։ Չես կարա դու ասենք, չգիտեմ, մի արվեստագետի մի գործ մեկնաբանես, երբ որ ծանոթ չես իր ամբողջ գործերին, հա։ Այսինքն Կոտլերը որպես հիմունք պետքա կարդալ, բայց պարտադիր չի հենց Կոտլեր։ Կան, ասենք, ձեռնարկներ, современный маркетинг, չգիտեմ, այնտեղ մարքեթինգովի основы, որտեղ հաստատ Կոտլերից լիքը գրած է։ Դրանից հետո խորհուրդ կտամ կարդալ Blue Ocean-ը, որտեղ շատ հետաքրքիր մոտեցում է, ինքը արդեն մի 10 տարի, մի 7 տարի կա, ու նաև խորհուրդ կտամ կարդալ բան։ Ամենակարևորը, որտեղ մարքեթինգը ինքը շատ ավելի հոգեբանություն է, կարդալ բան customer behavior։ Ինքը բավականին մեծ է ու շատ լիքը գործիքակազմ է տալիս աշխատել հաճախորդների հետ, որտեվ հաճախորդը ու customer centricity դարում ենք, հա, հաճախորդի ինքը 7 process ունի, այդ ամեն 7 process-ում կարևորագույն գործառույթներ կա, հա, մինչև search-ից վերջացրած ձեր ապրանքի disposal-ով, որտեղ բոլոր կետերում պետք է ուշադրություն դարձնեք ձեր ապրանքի նկատմամբ։ То есть ինքը ոնց փնտրեց եւ ոնց գնահատեց այդ փնտրումը, դուք mindset-ում տեղավորվեցիք թե չէ, որոշեց գնում կատարի, գտավ տեղը, որտեղից պետքա գնում կատարի, գնում կատարեց, օգտագործեց գնվածը, գնահատեց գնվածը, то есть ձևավորեց իր մոտ experience, լավ, վատ կամ միջին եւ ազատվեց այդ ապրանքից։ Ու կապ չունի։ Ենթադրենք դա կարա լինի դիսկ, կարա լինի ծրագիր, հա։ Շնորհակալություն ելույթի համար, Սիրունուշ Մինասյան, կարող եք ասել, как разделить маркетинг по странам, то есть ինչքան погрешностяով է իր այս ֆունդամենտալնի կառուցվածքը, ասենք, на армянский рынок, на российский рынок, на международный, ամեն մեկը շատ սպეციფիկ տոնկостներ ունեն, ոնց կարելի է հասկանալ այդ բացի психологический портретից ու экономический составляющий գրպանի, էլի, ասենք, սեգմենտի։ Շնորհակալություն։ Էլի նույն բանն է, նայեք, ռեսուրսներն են այստեղ կարևոր։ Ստրատեգիան երբ որ մշակեք, դուք հստակ կիմանաք ինչ գումարներ պետքա գեներացնեք, որպեսզի ձեր ընդհանուր կազմակերպությունը կարենա գոյատևի, զարգանա, աշխատի ու մեծանա։ Տարբեր շուկաներ գործիքակազմը եւս նույնն է, բայց մոտեցումներն են ուրիշ։ То есть այնտեղ կրեատիվը կարա ուրիշ լինի, վիզուալը, որտեվ կան նո դեմոգրաֆիկ կամ գեոգրաֆիկ, ասենք ինչ որ բաներ, կուլտուրայի հետ, օրինակ կարմիր գույնը Չինաստանում համարվում է, ասոցացվում է, չէ, կներեք, 7 թիվը 4-ը, հա, 4-ը, հա։ Տենց բաները հաշվի առնելով, բայց երբ որ դուք ստրատեգիան գրում եք, դուք կհասկանաք ոնց կառուցեք ձեր բանը, որովհետև ձեր մարքեթինգ պլանը որը կգեներացնի այնքան գումար, որպեսզի գնաք դուք մյուս շուկա։ Պետք չի մի անգամից մտածել դրսի շուկայի մասին, կամ եթե ձեր թիրախը հենց դրսի շուկան է, թեկուզ այնտեղ կան շատ հեշտ տարբերակներ եւ կան շատ մեծ բյուջետային տարբերակներ։ Նայած որ этаպին ձեզ որն է պետք։ Երբ որ դուք մատուցում եք կամ ձեր capacity-ին ենթադրենք 50 անվանում product-ներ բան մատուցելն է 1 ամսվա ընթացքում, հաստատ ձեզ ասենք մեծ գովազդային արշավներ պետք չի։ Դուք այդ նույնին կարաք հասնեք, ասենք, շատ փոքր թիրախավորված գործողություններով, նույնիսկ հենց ուղիղ վաճառքային գործողություններով։ Ու հետո արդեն նոր, երբ որ ձեր, то есть այդ ձեր big picture-ն է, ենթադրենք, ես ուզում եմ ներկա լինել այսպես շուկաներում, բայց դա big picture-ի նկարագրությունն է, ենթադրենք։ Ու դա որ տրոհեք, դուք կհասկանաք որտեղից պետքա սկսել, որ շուկայի հետ ոնց պետքա վարվեք։ Արև ձեզ, ես Սուրեն եմ, ճիշտն ասած ինձ sense մի կարծիք ձևավորվեց իմ մոտ, ինձ թվում է եթե սխալվեմ ինձ կողեք,
ինձ թվում է, որ Կապույտ օվկիանոսը օրերից մի օր կամ որպես այդպեսի վերանալու է, կամ վերածվելու է Կարմիր օվկիանոսի։ Այդ առումով ինչ կասեք։ Իրականում Կապույտ օվկիանոսը վերածվում է Կարմիր օվկիանոսի, բայց Կապույտ օվկիանոսը չի վերանում։ Ինչի համար, որովհետև բազում օրինակներ կա, այդ Կապույտ օվկիանոսները հիմա նոր չեն ստեղծվում, պրոստը դիտարկումը, տեսակետը գրքի, այդ տեսանկյունից նոր է։ Կապույտ օվկիանոսը վերածվում է Կարմիր օվկիանոսի, բայց միշտ պետք է պատրաստ լինել տրանսֆորմացիաների։ Նույնիսկ այդտեղ կապ կներեք, այդտեղ կապ չունի մրցակցության առավելությունը, որտեղ երբ որ դու ստեղծում ես Կապույտ օվկիանոս, տարբեր բիզնեսներ գալու են այդտեղ տեղավորվել։ Դու կլինես լիդերը ընդհանուր մինչև այն պահի, երբ որ դու առաջադեմն ես ու այն մարքեթինգային ստրատեգիաները իրականացնում ես, բայց հավատացեք, եթե ստացվեց Blue Ocean ստեղծելը, բավական երկար այդ Blue Ocean-ը ձերն է ալնելու։ Անունս Արևիկա, մեկ հարց, եթե ուզում ենք արտահանենք, ըստ ձեզ ստարտափի դեպքում ցանկալի պայման է, որպեսզի մենք լինենք հենց տվյալ երկրում, մենք անձամբ ուսումնասիրենք տվյալ երկրում շուկան ինչ վիճակում է, թե այստեղից այնտեղ էլ կարող ենք ասել, գոնե մոտավոր նույն արդյունքը կապահովի։ Կներեք, չէ, մի տվեք հələ միկրոֆոնը, կարաք ձեր հարցին պատասխանեք։ Չէ, ուրեմն սկսեք այդտեղից, ստրատեգիան։ Strategy-ն երբ որ բան անեք, պարտադիր չի, ես չեմ ասում, որ այս շուկայից պետք է սկսել։ Այս շուկան կարող է շատ քիչ գրավիչ է ձեր համար։ Ձեր թիրախային խմբերը ստեղ ավելի քիչ են ձեր նկարագրով, հա։ Միգուցե դուք ուրիշտեղ, բայց դուք պետք է հասկանաք ձեր գտնվելու վայրը եւ ձեր ռեսուրսները, ձեր product-ը թույլ են տալիս դա իրականացնել, թե չէ։ Եթե թույլ են տալիս ու այդ ռեսուրսները դուք կարող եք գտնել, որը ձեր պլանավորմամբ, հա, ձեր ստրատեգիայով ցույց է տալիս, որ դուք կարող եք դուրս բերեք ձեր այսքան revenue, որը շարունակական կլինի ու կբերի, ես պետք է պլանավորել ու հաշվել։ Okay։